Սերժ Սարգսյանը նաև նշել էր այդ 3 խնդիրների, որ պետք է լուծել հնարավոր իշխանափոխությունից հետո մթնոլորտի համերաշխության մթնոլորտի ստեղծումներ, ինչքանով եք հնարավոր համարում այդ մթնոլորտի ստեղծումը այս դեպքում, երբ որ ընդդիմադիրների մեջ անգամ նույնիսկ հիմա այտենց խոժոռումներ կան, իրար հասցեին պարբերաբար հնչող մեղադրանքներ են։ Եթե ուշադրությամբ հետևել եք տեքստում, ապա այնտեղ շարադրված էր հետևյալը։ Սերժ Սարգսյանը բնականաբար եւ մենք բոլորս հասկանում ենք, որ կան խնդիրներ, որոնք տարիների ընթացքում նստված են թողել, որովհետեւ իրավիճակում կարող են խնդիրներ առաջացնել եւ այլն։ Բայց Սերժ Սարգսյանը որպես առաջնահերթություն սահմանում է հետևյալը, ասում է, որ կան խնդիրներ, որոնք այս պահին գոնե մի կողմ դնել, լուծել այս իշխանության հեռացման հարցը, հետո այդ թեմաները կարելի է դնել եւ քննարկել։ Այսինքն խոսքը դրան է վերաբերում, որը մեկը միամիտ չի համարելու, որ կարելի է մեկ հայտարարությամբ կամ մեկ օրվա քննարկումներով տարիներ շարունակ կուտակված տարաբնույթ խնդիրներ զրոյացնել կամ հարթել եւ անցնել նոր դարի վեճի վրա, նոր պատմությամբ։ Դա է հարցը, որ հանրապետականը տարբեր փուլերում, որը նաև տրամաբանությամբ արտահայտված էր նախագահի ելույթում, ասում է, որ մեր համար առաջնային թիրախ այս իշխանությունն է, որը մեր երկիրը բերել է հասցրել այս իրավիճակում։ Մենք շատ ժամանակ տարբեր հանրահավաքների մասնակցել ենք մարդկանց հետ, որոնք ժամանակին 18 թվականին մերժել են հանրապետականին, բայց այդ պայն մտքում ոչ թե ունեցել ենք չարությունը, ոչ թե ունեցել ենք քինախնդրությունը, այլ ասել ենք, եթե այս մարդիկ հասկացել են իրականությունը եւ այսօր պայքարում են այս իշխանության հետ, մենք խնդիր չենք տեսել այդ նույն հրապարակում գտնվելու կամ նույն պայքարի տարբեր ճակատներում գտնվելու տեսանկյունից։ Եվ ի տարբերություն շատ ուժերի հանրապետականի քաղաքականության հիմքում դա ազգային պետական շահերն են, այլ ոչ թե նեղ անձնական, առավել եւս նեղ ինչ-որ անձնային հարցերը, եւ բնականաբար մենք այս տեսանկյունից ենք շարժվում, հիմքում ունենալու նաև այն հանգամանքը, որ չպետք է ստեղծել հնարավորություն այս իշխանության համար, թեկուզ մեկ օրով երկարացնելու իր իշխանությունը։ Իդեպ մերժման հետ կապված որ ասում եք, իրականում ժամանակը ցույց է տվել այդ իրանց այդ շարասյուները, որոնց մասին իրանք շատ էին սիրում խոսել, այդ պատավատ պետությունը, այդ ախրանիկապետությունը, բայց եթե մեզ են մերժել կամ հանրապետականին են մերժել, Սերժ Սարգսյանին են մերժել, բայց ինչ ենք ազատ քաղաքում շրջում, իսկ իրանք թիկնապահներով, մնացած այդ սաստավներով, իրենց այդ հատկացված տներում եւ այլն եւ այլն։ Դա ասում է Սերժ Սարգսյանին կոնկրետ ինքը մեջբերում է, ասում է թող ինքը իր դեմքով հանդես գա բանավեճերին ինքը գնա, կտեսնի ինչ է կատարում, ժողովրդի իր մասին ինչ է խոսում, ազնվորած է ասում։ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս այնտեղ, որտեղ իր շռին համահունչ իրավիճակ է։ Հիմա ինչ բանավեճի պիտի մասնակցի Սերժ Սարգսյանը, այսօր որևէ մեկի համար գաղտնիք է, որ պատիվ ունեմ խմբակցություն ներկայացված է 6 պատգամավոր, որից 4-ը հանրապետականներ են, 4-ը ներկայացնում են հանրապետականի գործադիր մարմինը եւ բնականաբար ուղիղ առնչություն ունեն Սերժ Սարգսյանի հետ, այսինքն կարող է եղել մի իրավիճակ, որ հանրապետական ներկայացնող որևէ պատգամավոր փորձ է ցույց տվել, որ Սերժ Սարգսյանը չկա քաղաքական process-ներում եւ ինքը իր վրա ինչ-որ հավելյալ իրավունքներ է վերապահել, որտեղ որ Սերժ Սարգսյանը համարում է, որ իր խոսքը պետք է հնչի, դրանք հնչում է, կլինեն կուսակցական միջոցառումներ, կլինեն ճեպազորույցներ լրագրողների հետ, կլինի մեկ այլ ֆորմատ, երբ որ դրա անհրաժեշտությունը գալիս է կամ ինչ-որ թեմաներ է կուտակվում, որտեղ իր խոսքը պետք է հնչի, դա արտահայտվում է։ Իսկ մնացած բոլոր դեպքերում այդ խոսքը արտահայտվում է կուսակցության գործադիր մարմնի հայտարարություններով, արտահայտվում է նաև այն մարդկանց դիտարկումներով, որոնք այդ պահին լիազորված են ներկայացնելու, այդ թվում նաև Սերժ Սարգսյանի տեսակետը։